Դե ինչ սիրելիները, շարունակում ենք սնվել առողջ, շարունակում ենք կոտրել կարծրատիպերը, որ առողջ սնունդը անհամ է եւ այդ հարցում ինձ լավագույնս օգնում են մեր գործընկերները, մեր սիրելի ընկերները, Bodybuilder, իսկական օրինակ եւ մարզիչ Մանոն եւ գեղեցկուհի Ձանան, մարզիչ եւ չմոռանանք FlexBody Fitness ակումբի հիմնադիր։ Ողջույն սիրելիներ, շնորհակալ եմ, որ այստեղ եք, շնորհակալ եմ, որ սովորեցնում եք մեզ ինչպես առողջ եւ սննդարար սնվել։ Այսօր տեսնում եմ շատ համեստ, գեղեցիկ եւ սննդարար բաղադրիչներ ունենք։ Ինչպես եք նախասեք։ Մենք մեսի շատ պարկասո, կարևոր առողջ ենք, դեղն ենք, մենք էլ շնորհակալ ենք, որ գնահատում եք այս ամեն ինչը եւ ներկա ենք ստեղ, որովհետեւ ներկայացեք մարդկանց, թե ինչպես կարանք սնվենք ավելի լավ։ Դե պատմեք, տեսնեմ, հիմա մեզ ինչ է սպասում, ընթրիք է, ճաշ է։ Ինչ է սպասում, Սենա ջան։ Ճաշ է սպասվում, ճաշ, արագ պատրաստվող ու հեշտ, կարտոֆիլով եւ հավի կրծքամիսով կոտլետներ։ Մենք արդեն ունենք, որ չասեն գիշերը գանք, ինչ պիտի պատրաստենք մի շան բան, սա արագի մեջ է դու։ Հա, շատ դեպքերում որ չասեն, չէ, մի բան պատվիրի։ Հա, ապրեք, հա։ Կամ դե ինչ կա բեր։ Հոգնածի բան չկա, արագ, երկու քայլ հիմա Ձանան մեզ ցույց կտա եւ ինչպես տեսնում եմ, արդեն մանրացված է, թե ճմրված է, կարտոֆիլը ինչպես ասում են, հավի կրծքամիսն էլ մանրացված։ Ես հիմա կարդում եմ բաղադրիչները, սիրելի Ձանա, դու մեկնաբանում ես ինչ ես անելու, դու կարող ես սկսել։ Ուրեմն մենք ունենք 3 խաշած կարտոֆիլ, արդեն տեսնում եք ինչ տեսքով է մեզ մոտ։ Հավի կրծքամիս ունենք 200 գրամ, արդեն մանրացված, ձու 1 հատ, պատրաստ սպասում է իր հերթին, խառը կանաչի 50 գրամ եւ հունական յոգուրտ, այ դեռ կպարզենք ինչի համար է մեզ հունական յոգուրտը 100 գրամ, երևի թե վերջում, բայց չեն գուշակում, նայում ենք ինչ է Ձանանանում, Մանու դե սկսի մեկնաբանել, կառնելու ենք։ Այո, եւ կոտլետներ սարքենք։ Օ, շատ անսպասելի էր, կոտլետներ։ Այսինքն ինչքան հասկացա, արդեն կարտոֆիլը խաշած, հենց ճմրած, ճզմած, երևի արդեն պատրաստ էր, հավի գրծքամիսը արդեն խաշած է, չէ՞։ Այո, հավի գրծքամիսն էր խաշած, էլի հիմա գտեսեք ինչպես սիրելի հերոստատիտողը, պես ինքը պսկտված է արդեն պատրաստ է, ավելացրեց իրար հետ, կանաչին ունենք պատրաստ, ձուն խաշած չէ, երևի թե ջարդելու ենք, լավ է տեսնենք։ Սպասի կտեսնես, համբերությամբ զինվիր, Մանո, մի բան ասա, ինչու է կոտլետը միշտ ասոցացվում ոչ առողջ սննդի հետ տապակածն է հարցը, բաղադրությունն է կարևոր։ Ես կասեի անունը։ Անունը։ Այո։ Ինչի լսում ենք արդեն քաշին հավաքում։ Okay, նայեք, հիմա մենք Հայաստանում սենց ասեմ, մոտորս 20-21 տարի որ ապրում եմ, մինչև ես այս կյանքին անցներս մոտ մի 15 տարի առաջ մարդու հետ կատետ ասեիր, ասենք, գիտենք չէ, այն կեսկիա, այնա, մուսկատետնա, դաբագած, որ խորը դաբագած մաքսիմալ։ Դրա համար եթե իրան ուրիշ անուն դնենք, ասենք ուրիշ բան, ասենք ուրիշ բան կստացվի, ճիշտ եք ասում, բայց կատետը всё ասոցացված է դրա հետ, որ ինքը վատնա։ Բայց չէ, եկեք տեսնենք թե ոնց կարանք անենք, կոտլետ անունը, բայց լավ տեսակի, առողջ։ Այո։ Լավ կոտլետ ենք այսօր պատրաստում։ Ձանան խառնեց արդեն հավը եւ կարտոֆիլը։ Կտրատում ենք կանաչին, սկզբունքորեն կարևոր է մանր, խոշոր, թե ըստ ճաշակի ցանկության, հա։ Իսկ խոշոր չի էլ ասենց չի նայվի գեղեցիկ։ Շատ լավ։ Կանաչին էլ դե մենք մեր առհասարակ եւ բուրավետությամբ եւ տեսքով, համով, չէ, լավն է։ Գույնը դարի, միշտ որ մնացած հաղորդումների մեջ որ ասում եմ, որ գույնը կարևոր է, որ մարդու աչքը գշտացնի, հիմա շատ մարդիկ կա, որ մտածում են ամեն ինչ պետք է խաշած լինի, երբ որ իրանք անցնում են առողջ ավերագեբը, ուրեմն ամեն ինչ պիտի խաշած լինի, չէ։ Կարա խաշած չլինի եւ կարա գույնավոր լինի։ Այսինքն ինքը մարդը վերում է հավի գրծքամիսը խաշում է, կարտոֆիլը մենակ խաշում է, դնում է անգույն է, դա մարդու աչքը չի գշտացնում, դա օքեբանորեն է էլի ինքը։ Մանո, ճաշի մասին ինչ կասես, ինչքանով է դա կարևոր, մենք կարծես թե շատ հաճախ կարևորում ենք նախաճաշը, հիմա ինչ կասես, նույնքան կարևոր է ճաշը ու շատերը մեկնաբանում զբաղված եմ, խառնեմ, չեմ հասցրել ճաշել ու լանչի ժամ առհասարակ չունեն, շատ երկրներում էլ ճաշը կարծես թե սրբություն է, որովհետև դու մի փոքր անջատվում ես, նյարդային համակարգիդ պարգևում ես այդ փոքրիկ դադարը, որ դու կարող ես մտքերդ ուղեղդ հանգստացնել, ես էլ ավելացնեմ իմ տեսակետն, ինչի է լավ։ Հիմա ասում եմ դու ասես սննդարար առումով, ինչ պիտի պարունակի եւ ինչքանով է կարևոր ճաշ անելը։ Այդ ասեք որ այդ երգիրները որ իրանց մոտ դա օրենք է, այդ շատ ճիշտ է, գիտեք ինչի համար։ Եթե դու բաց ես թողում ճաշը, դու պատկերացնում եք գիշերը որ գնացիր դու ինչ ես անելու։ Դադի։ Մարդիկ սրանով շատ ինչ են դարձնում։ Ասում են ես ուտում եք գիշերն եմ հետում ուտում։ Okay, ինչի համար դու այդքան սոված որ մնացիր, գիշերը հետավրի ես դու գշտանաս, չգշտանաս աղալու ես։ Սեղանի վրա ինչ կա չկա սրբելու ես դանես ու վատ բաներ ես ուզելու։ Այդ է խնդիրը։
Ինչի համար դու ահավոր Ինչու՞։ ձևի սոված ես։ Այն լեպտին հորմոնը այդքանը բարձրացել ախորժակի ինչի դեմը դու դելու ես։ Մի արտահայտություն հիշեցի, ասում են սոված ժամանակ խանութ չեն գնում։ Ապրեք։ Տես, այ դա հիշեցի, որ սոված ժամանակ պետք չէ Նաև- հարթակվել սեղանի Ապրես, վրա։ նաև ասում են թե շատ սոված ես, եթե գնացիր սրճարան, Այո։ մի բադվիրի։ Դու մի բադվիրի, ծոկողքին բադվիրի։ Դե չափից ավեր ես բադվիրելու։ Ճաշի ինչ պիտի պարունակի, այ առողջ ճաշի ինչից պիտի բաղկացած լինի։ Նայեք, հիմա խոսում ենք ջաշից ճիշտ եք, բայց ամեն սնունդի մեջ, այսինքն լինի նախաճաշ, կլինի ճաշ, կլինի ընթրիք, դինի սպիտակուցը։ Սպիտակուցը շատ կարևոր է։ Բարդատիր։ Երկրորդ հերթին գալիս է մարաթելերը, այսինքն ես ըստ կարևորությունն եմ ասում, իմի, սա վերջի հունվարի 7-ի տվյալներն է Ամերիկայի առողջապահության նախարարության։ Երանքյունի բանին առաջի դեն գալիս է սպիտակուցները, երկրորդ դեմ գալիս է ջարբը եւ մարաթելերը։ Այո։ Երրորդ տեղում նոր գալիս է ածխաջրերը։ Okay, առաջ ածխաջրերը ոնց որ առաջի դեղում էր, հիմի բերեցին վերջի դեղում։ Ածխաջրերը քչացնում են քանակը, սպիտակուցն ենք ավելացնում։ Այստեղ մի հատ կարամ ձեզ մի հատ գախնիկ բացահայտեմ, սա ոչ մի դեռ չեմ խոսացել։ Ուշադիր։ Նայեք, ուրեմն 100 գրամ սպիտակուցը, մոտավորապես ասենք թե 100 գրամ հավի գրծքամիսը, մոտավորապես քո մարմինը պահանջում է 30 կալորիա, ասեն մոտ 100 կալորիա հավ եթե գերանք, մոտավորապես 30 կալորիա քո մարմինը ծախսելու է, որ իրան մարսի։ Ահա, Բայց դասիկ ինչա։ այո։ Մինչև 30 կալորիա պետք է որ այդ 100 գրամ սպիտակուցը մարսի։ Իսկ ածխաջուրը մարսելու համար իրան պետք է ընդամենը 10 կալորիա։ Իսկ ջարբը մարսելու համար իրան պետք է 3 կալորիա, ավելի քիչ։ Ավելի շատ Պատկերացրեք։ կալորիա պետք է սպիտակուցից, Ապրեք, այսինքն դուք երբ որ շատ ենք ուտում, դա ընդդեղից էլ մենք մինուս ենք անում, որովհետև մարմինը ավելի շատ դանջվում է իրան մարսելուն, քան ինչ որ ուտում ես։ յուրացնելու Դրա համար համար։ ինքը քեզ ավելի երկար հագեցված բան է տալի, կոնկրետ մարդիկ էր որ նիհարելու ընթացքում ավելացնում են սպիտակուցները, դու դրա համար էլ։ Որտեղ քո մարմինը ավելի շատ կալորիա ծախսում, Այո։ թե դու ինչքան ուտում ես։ Ոնց որ Ժաման արդեն շատ Հա, արագ չէ, ինչ որ- արագ սպասը խոսում ենք ստեղ։ Ջերած դնենք։ Արդեն Արդեն 4-ի ժամանակ։ ջերացի ժամանակ Կամ է։ այրոդրես։ Ինչ գեղեցիկ են, այսպես օվալաձև, հա, պատրաստ կոնաձև։ Էս իմնա, էս մեկ իմնա։ Ես նկատել եմ։ Այս մեկին Մենք դա։ համաձայն ենք, չէ՞ Ձանա ջան։ Իհարկե։ Մենք համաձայն ենք, շատ լավ։ Հհհ։ Ջերոցում մնալու է ինչքան Ձանա ջան։ Մոտավորապես 15 րոպե։ 15 րոպե։ Հիշենք սիրել երթադիտողներ հեսա մանոն ինձ կուղի իհարկե, միգուցե կարելի է եւ տապակել եւ աերոգրիլի մեջ պատրաստել։ Մանո կարելի է տապակել սա։ Իհարկե, ոչ։ Շատ քիչ է Իհարկե։ ավոկադոյի Չէ, նայեք, ծոթի հիշում ես։ Նայեք, հա, բայց սա ոչ թե պիտի թավայի վրան sense բդդես դենց ինձ թվում է անհավասար է գտնի էփելու ձևը, Այո, չէ՞։ այո։ Այսինքն ուզես չուզես, եթե պիտի դաբագես, իրան պիտի մտցնես ձեթի մեջ։ Այդ խորը դաբագազներից մենք հերում արդենք։ Շատ լավ, շատ լավ։ Մենք լրիվ համաձայն ենք ու կողմ ենք։ Այսինքն Որտեվ- պատկերացեք, չէ՞, ասենք, օքեյ, թավայի վրա փչեցինք, sense դրեցիր, սկսեցիր բդդել, ինձ թվում է այնի չես ստանա ինչ որ այդ խորը դաբագացի։ Լրիվ համաձայն եմ։ So, երկրորդ տարբերակը մնում է որը Այրոգրը։ ավրես։ Ձանա ջան հաճախ ես պատրաստում այս ծաշի տեսակը օրինակ։ Եվ Բավականին։ տանը հաջողվում է ճաշել, հետո չէ դուք երկուստ էլ շատ զբաղված եք միշտ։ Մենք ճաշում 6 հիմնականում։ Այո։ Դե հիմնականում գիշերները պատրաստում եմ, երկրորդ օրը դանում եմ հետս, որպեսզի ուտեմ։ Ինչ ամբողջ օրը։ հարմար է։ Հա։ Շատ լավ։ Մենք էլ օրինակ վերցնենք, նախապես պատրաստենք, հետո արագ դնենք ուղակի ջեռոցում եւ ուտենք։ Այո, որտեղ մարդիկ երբ որ ինձ հարցում են, ասում են, լավ, մենք ամբողջ օրը դուրսը գործի ենք, ինչ անենք, ինչ ուտենք։ Մենք այս տարբերակն ենք օգտագործում։ Ունեմ մի հատ բայսակ, որին հատուկ Այո։ սնունդի համար է, Այո։ իր բաներով, ամաններով շարում եմ մեջը, տանում եմ, որտեղ սովածացա, ժամն է, բացեցի, արագ կերա եւ շարժվեցի։ Այո։ Ասում եմ, թեգուզ այդ դեպքում էլ երբ որ դու դուրս ես, ձերքի տակը չկա ու դերեք, դու էլի կարաս պատվիրես, ինչ որ մի բան որ քեզ դինի առողջ եւ սննդարար, այսինքն, ես որ ասում եմ, զանգի օրինակ ասա հավի գրծքամիս խորոված օրինակ, հետը մի բաժին բրինձ, մեկ էլ Այո։ Գրիլ արված, ապրես չէ՞։ գրիլ արված կամ ստեյք, այդ ներ ասեք ամարային սալատ թողնի։ Այդ տարբերակներն են, կարևոր չի բարդատիր ինչ որ դաբագասվի բան կամ վատ մի բան պատվիրենք։ Դե ինչ եւս մեկ անգամ հիշեցնում եմ շատ արագ բաղադրատոմսը։ Մենք տեսանք ինչպես Ձանան խառնեց շատ վարպետորեն արեց, նույնիսկ ակնթարթորեն կարտոֆիլը եւ հավի կրծքամիսը 3 հատ եւ 200 գրամ համապատասխանաբար, 1 հատ ձուկ, խառը կանաչի եւ հունական յոգուրտը Ձանը չհասցրինք։ Հա, չտեսանք։ Վստահ ենք, չէ՞, Մանո, Ամանի հետ խառնել եք խառնել, ես չտեսա։ Չացավ, տես, չէ, հա, մեջ։ Հա, Հա, մեջն է խառնել։ Տես համոզում եք, չացել է, ապացուցում ճիշտ, է։ ապացուցում։ Եվ մեր ուտեստը հիմա ասենք ստուդիո պատրաստ է Ձանա ջան, կարող ենք Գրեթե։ մատուցել։ Ես մի քիչ հեռու եմ, անը, չգիտեմ, դու Ես ոտս գունես։ ես առնում եմ։
Ես արվում եմ։ Մենք շտապում ենք, բոլորս արդեն կավցած ենք։ Ահա։ Ինչ կասես, Ջանա ջան։ Սրդով դա։ Սրտովդ է։ Կարանք մի քիչ կարմրացնենք, բայց ըստ նախընտրության։ Այսինքն մարդիկ ճիշտ ավելի կարմրած են սիրում, մարդիկ շատ մի քիչ ավելի փափուկ են սիրում, ըստ ճաշակի գարայինքը ավելի տողի կամ։ Դուք ինչքան տողեցիք մոտավորապես։ Մոտավորապես 15 րոպե։ Այսինքն եթե ուզենան ավելի կարմրացնել, մինչև 20 մոտավորապես կարան թողեն այսինքն։ Այդ հասկանալի է։ Ընթացքում հետևեն էլի րոպեներով։ Մատուցելուց կա ինչ-որ բան, որ կնախընտրեք ավելացնել, Ջրի գասը իտալիացնել։ Կարող ենք իրա վրա կիտրոն ճզմել կամ փորձել մայոնեզին փոխարինող հունական յոգուրտով սոուս։ Այ հունական յոգուրտով կարտոֆիլի հետ շատ լավ համադեղություն։ Փորձեք, կիսվեք մեզ հետ ձեր փորձառությամբ, մենք էլ շարունակենք ձեզ զարմացնել։ Արդեն ես էլ էլի ձեր շարքում ձեզ հետ սովորում եմ։ Շնորհակալ եմ մեզ հետ մնալու համար, գնացինք առաջ։